Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ հանրային ձայն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Գալստյան հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Գալստյան, դուք կալանավորված եք, այժմ ազատ եք, մի քանի ամիս է, կալանքի եւ ազատ արձակման ողջ գործընթացը եթե դիտարկեք, կասեք, որ վստահում եք Հայաստանի Հանրապետության իրավական համակարգին։ Բացարձակապես ոչ, որովհետեւ եթե վստահեի, ընդհանրապես ոչ կալանք կլեր, ոչ էլ հարուցված գործ, քրեական գործ։ Հիմնավորեք։ Նու սենց ասեմ, քրեական գործը սկսվում է նրանով, հետեւյալ նախադասությամբ, որ Արտակ Գալստյանը ստեղծել է հանրային ձայն կուսակցությունը, որպեսզի դրանով ձեռք բերի հեղինակություն եւ հերթական ընտրությունների միջոցով զավթի Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը։ Կարծում եմ առաջի կուրսի ուսանողի համար անգամ պարզ է, որ մեղադրանքը առավել քան քաղաքական է, որտեղ մեր օրենսդրությամբ ցանկացած կուսակցություն, եթե իր կանոնադրության մեջ չի նշում, որ իր նպատակի իշխանության գալն է, ուղղակի կուսակցությունների մասին օրենքը արգելում է նման կուսակցության գրանցվելը։ Դուք վստահ եք, որ ձեր կուսակցության գործունեությունն է պատճառը եղել, որ դուք հայտնվել եք կալանավորում։ Բայց ներողություն իհարկե անկեղծության համար, արդյոք ձեր կուսակցությունը ճակերտներում այն թափն ուներ, որ հենց հատուկ դրա համար ձեզ պիտի փակեին։ Ես ասենց ասեմ, ես կասեի, որ ընդունում եմ, որ այդ թափը մենք չունենք այդ ժամանակ, բայց ես կարծում հենց մեր կուսակցության վրա առաջինը փորձարկվեց այն հիմնականը, թե ոնց կնայի հասարակությունը, երբ որ դիցուկ կուսակցությունն է փակվում, իդեպ մեր կուսակցության գրասենյակը միջև այսօր կապարակնքված է, ամբողջ փաստաթղթաշրջանառությունը դեռևս գտնվում է քննչական կոմիտեում, այսինքն 3 տարի կարելի է քաղաքական կուսակցության գրասենյակը պլոմբել, կարելի է ամբողջ փաստաթղթաշրջանառությունը արգելավել ու հետ չտալ, դրանից բացի ամբողջ գույքը նույնպես արգելավել, հետո մարկանց ընտանիքներով կալանավորել, որտեղ այդ նույն գործի շրջանակներում կալանավորել են եւ կնոջս եւ որդուս, հարցս միջև հետախուզման մեջ է, սա փորձարկեցին, մեր ընդդիմադիր գործընկերները ծափահարեցին, որտեղ ինչ-որ միտեղ նաեւ իրանց էին խանգարում քաղաքապետի ընտրությունների ժամանակ, մարսեցին պրծան, որից հետո հիմա որ մեկ-մեկ ես նայում եմ, որ չեմ չարախնդում քավլիցի, բայց մեր վրա փորձարկումից հետո արդեն դառավ համատարած դրվեց կանվերային հիմքերի վրա։ Ես կասեի, որ ավելի շուտ հանրային ձայնը ընտրվեց նաև հենց հիմնականումների համար, որ հասարակական ընկալման մեջ հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի ոչ նորմատիվային լեքսիկոնը, դա բավականին ընկալելի կարող էր դառնալ, որովհետև նաև ներկայացվեց այդ ասպեկտի տակ, որ կոնկրետ Վարդան Ղուկասյանի հայրախոսությունների պատճառով է դա ամեն ինչը արվում։ Բայց վստահաբար կարամ ասեմ, որ մեկը-մեկ էլ բացարձակապես կապ չուներ, ուղղակի գլխավոր փորձներ կատարեցին, ստացվեց։ Բայց դուք եք խանգարում իշխանությանը հիմա թե ընդդիմությանը, ասում եք ընդդիմությունը ծափահարեց, իշխանությունը մեզ կալանավորեց։ Ես կարծում եմ, որ մենք խանգարում ենք երկուսին էլ։ Բայց ինչու։ Արդյոք այդքան ծանրակշիռ է ձեր ներկայությունը քաղաքական դաշտում։ Ну, կասեմ սենց, Երևանի քաղաքապետանում բավականին ծանրակշիռ է։ Ի տարբերություն ընդդիմության մենք ոչ թե ռադիկալ քայլերի չեն գնում, այլ անտրամաբանական քայլերի չեն գնում։ Ասենք դիցուկ եթե քաղաքացիական պայմանագիրը ներկայացնում է մանկապարտեզի վերակառուցում կամ դպրոցի շինարարություն, մենք կողմ ենք քվեարկում ի տարբերություն ուրիշների։ Նենց է ձայները բաժանված, որ այսօր որոշակի հատվածներում հանրային ձայնը բավականին վճռորոշ է։ Որտեվ եթե չգիտեմ դուք ուժերի հարաբերակցությունը գիտեք քաղաքապետարանում թե ոչ, 32 իշխանական կոալիցիան է, 33 ընդդիմադիրն է, որից 7-ը հանրային ձայնն է։ Մենք ենք արանքում ընկած, ասենց ասեմ ձեզ։ Ձեր ձայները վճռորոշ են, ոնց որ տեղի ունեցան քաղաքապետի ընտրությունների ժամանակ, քաղաքապետի ընտրման ժամանակ։ Իմիջայլոց ձեր ձայների շնորհիվ Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ նաև։ Ես համաձայն չեմ, որ ինքը մեր ձայների շնորհիվ է դարձել։ Պակասող ձայների շնորհիվ, որը լրացրեցիք դուք։ Չէ, մենք չենք լրացրել։ Կար երկու խնդիր, նայեք, ես գտնվում էի կալանքի տակ, Տիգրան Ուրիխանյանը նույնպես որ մեր ցուցակի մեջ էր, ինքը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում նույնպես հետախուզման մեջ էր։ Սա եւս մեկ հանգամանք, թե հանրային ձայնի հետևից խեին այդ աստիճանի ընկած։ Այսինքն ընդդիմությունը ինքը իրանով չէր կարողանում այնքան ձայն հավաքել, որ ընտրվեր ընդդիմադիր քաղաքապետ։ Քաղաքացիական պայմանագիր եւ հանրապետությունը ունեն 32 ձայն։ Իրանց էլ 1 ձայն էր պակասում։ Այստեղ գալիս էր խնդիրը կայանում էր նրանում, թե քվորում կլինի, թե չի լինի։ Ընդդիմությունը Այո, փաստացի ձեր ներկայությամբ դուք ապահովեցիք քվորումը եւ արդյունքում ընտրվեց իշխանական տեխնացուն։ Դուք կարող եք նաեւ չմասնակցել, այսինքն բռնեիք ընդդիմադիրների Ինչ է լինելու այդ ժամանակ։
դիրքավորումը դուք պիտի ասեք, ես չեմ կարող ասել։ Դե հիմա ես ասեմ ինչ է լինելու այդ ժամանակ, որովհետև դա մանրամասը քննարկվել է նաև մեր ընդդիմադիր գործընկերների հետ։ Այսինքն երկու անգամ նիստը պիտի տեղի ունենար եւ Երևան քաղաքը այն ժամանակ, երբ որ Արցախը հայաթափվում էր, հիշում եք հոկտեմբերի 10-ին ա եղել քաղաքապետի ընտրությունները, Երևան քաղաքը նորից պիտի գնար ընտրության։ Ես բազմիցս ասել եմ եւս մեկ անգամ կկրկնեմ, հա, նույն լավ, ասեմ մեր ընդդիմության գործընկերների բառերով, էլի որ քաղաքացիական պայմանագիրը կեղծում է, քաղաքացիական պայմանագիրը վարչական ռեսուրս է օգտագործում եւ այլն եւ այլն։ Հիմա նայեք, եթե վերցնում ենք ամբողջ ընտրական պատկերը, եւ հանրային ձայնը, եւ Մայր Հայաստանը, եւ ազգային առաջընթացը Հայկ Մարությանի, մենք մաքսիմալ ինչքան հնարավոր էր աշխատել ենք։ Միակ կուսակցությունը, որ կոպիտ ասած լավ sense ասեմ, քեզ ճակերտավոր քիչ էր օգտագործել վարչական ռեսուրսը, մեր ընդդիմության բառերով եմ ասում, քիչ էր կեղծել, դա քաղաքացիական պայմանագիրն է։ Ես վստահաբար կարամ ասեմ ձեզ, Էջմիածնի վաղաշաբաթի վերջին ընտրություններն էլ առավել քան ակնհայտ է, որ մյուս ընտրությունների ժամանակ ուղղակի հանրային ձայնից եւս երկու հոգի կալանավորվելու էր, կամ եթե նույնիսկ չկալանավորվել էր, այդ մեկ ձայնի տարբերությունը քաղաքացիական պայմանագիրը միանշանակ վերցնելու էր։ Եվ արդյունքում մենք ունենալու ենք լիակատար իշխանություն քաղաքացիական պայմանագրի Երևան քաղաքում։ Այս պարագայում հիմա Քավլիցի դա գաղտնիք չի, բազմաթիվ հարցերում ուզեն թե չուզեն մեր հետ հաշվի են նստում, նաև օբյեկտիվ լինենք, այնպես չի որ մեր առաջարկությունները մերժվում է, այսինքն նորմալ առողջ քննարկման փուլի մեջ ենք իրանց հետ, եթե մի բան մեր սրտով չի մենք կարողանում ենք հիմնավորենք, այնպես չի որ քաղաքացիական պայմանագիրը մեզ ասում է, չէ, մենք սենց ենք ուզում։ Այսինքն նորմալ կոնստրուկտիվ դուք համագործակցություն ունեք։ Հա, նորմալ կոնստրուկտիվ այդ մասով մենք կարողանում ենք իրար հետ աշխատենք բռնապետական турքերից վերջացած քաղաքի հետ կապված այլ խնդիրներից։ Մենք ունենք իրար միջև պայմանավորվածություն, որ ինչ վերաբերվում է քաղաքին, մենք զբաղվում ենք քաղաքով, փորձում ենք քաղաքականությունը քաղաքի տնտեսական խնդիրների հետ չխառնենք։ Դա բնականաբար դուր չի գալիս մեր ընդդիմադիր։ Այո, իրենց տերմինոլոգիան հետեւյալն է շատ դեպքերում, որ գրպանային ընդդիմություն ունի իշխանությունը, իդեմս ձեզ։ Նույնը sense ասում ձեզ, մեզ եւ իշխանությունն է քարկոծել, եւ 16 թվականին հանրապետականն է քարկոծել։ Հիմա էլ թող իրանք քարկոծան, ամենակարևորն է, որ մենք գիտենք ինչ ենք անում եւ գիտենք ինչի համար ենք անում։ Դե միգուցե, պարոն Գալստյան, քննադատությունը կարող է տրամաբանական թվալ այն տեսանկյունից, որ դուք ընդդիմադիր դաշտում լինելով մասնակցում եք ընտրություններից հետո աջակցում եք, կապ չունի ինչ կերպ, թեկուզ քվորում ապահովելով իշխանության տեխնացուին։ Կարող է նրանց մոտ նման հարց կամ կասկած առաջանալ։ Միգուցե կարող է։ Միգուցե կարող է, եթե տրամաբանություն լինի իրանց ասացի մեջ։ Ես ընդունում եմ իրանց ասածը այն դեպքում, եթե կոպիտ ասած ունենք ընդդիմադիր տեխնացու, մենք իրան չընտրեցինք։ Մենք չունենք ընդդիմադիր տեխնացու։ Գալիս է մեկ խնդիր, կամ քաղաքը նորից գնում է նոր ընտրության, կամ ընտրվում է քաղաքապետ։ Իսկ դուք իրավիճակային որոշում եք կայացրել, ոչ պայմանավորվածություն։ Բացարձակապես ես չէի կարող պայմանավորվել, ասեմ առավել եւս, որ ընդդիմադիր որևիցե լիդեր մեր հետ որևիցե բանակցություն չի արել։ Իրանք ընդհանրապես լայվեր են արել։ Ընդ որում հետաքրքիր դինա, որ այդ լայվերի մասին ես իմացել եմ արդեն Տիգրան Ավենյանի քաղաքապետ ընտրվելուց երևի 2 շաբաթ անց, որտեղ Քերակատարողական հիմնարկում ոչ Facebook-ի հնարավորություն կա, ոչ ինտերնետային լայվերը դիտելու։ Իրանք ունեն այդ կոմունիկացիան, չեն օգտվել, աստված իրանց հետ։ Նորից եմ կրկնում, ես գտնում եմ բավականին ճիշտ է եղել որոշումը, որովհետև տանել քաղաքը նոր ընտրության, դա առնվազն հակապետական քայլ է եւ ի վնաս ժողովրդի, որովհետև մինիմում այդ նույն գումարը եւս մեկ անգամ պետք է ծախսվեր։ Լավ sense ասեմ, եւ ինչի համար մարդ չէ կարողանում հասկանալ։ Եթե գնում ենք արդարության տեսանկյունից, լավ, վերջի վերջո քաղաքապետը դարել այն ազնվորությունը, որը հավաքել է բոլոր 5-ի մեջից ամենաշատ ձայները, եթե գնում ենք ժողովրդավարության տեսանկյունից։ Քավլիցի ընդդիմություն ունի 33 ձայն, հիմա այս փուլով մեզ ընդհանրապես պետք է համախմբել, լավ, ստիպել քաղաքացիական պայմանագրին, որ չանի են ինչ-որ վնաս է։ Օրինակ հիմա նորից բերում են, նորից կրկին անգամ բերում են պետական турքի թանկացումները, կարմիր գծեր եւ այլ։ Հիմա առաջարկում ենք մեր ընդդիմադիր գործընկերներին, ասում ենք մենք 33 ենք, իրանք 32 են։ Եկեք բոլորդ եկեք, նիստի դեմ քվեարկեք, թող չանցնի։ Ինչ են ասում, չեն գալիս։ Մեզ ասում են, չէ, եկեք բոյկոտենք։ Ասում եմ, չէ, եկեք մտեք։ Մեզ մեր ընտրողը բոյկոտի քվե չի տվել։ Արեք 33-ով հավաքվեք, եկեք մտեք, դեմ քվեարկեք, տենամ կարողանալ եք հավաքվեք։ Ասում են, չէ, եկեք բոյկոտենք։ Հիմա մենք գնալու ենք քվեարկենք դեմ,
Վաղը մեզ էլի պիտի ասեն մենք ապահովեցինք քվորով, բայց խիպտի մեզ դες բան ասեն, երբ որ դուք էլ կարա գաք դեմ քվեարկեք, եւ մնացած բոլոր քվեարկությունները։ Բայց մարդիկ նախընտրում են ամեն ինչը մերժելու քաղաքականությունը։ Էլի մերժենք, բայց մենք գտնվում ենք մի հատ հասարակության մեջ, որ եթե դու մերժում ես նրան, մերժում ես նրան, մերժում ես նրան, արդյունքում դու էլ ես մերժվում։ Հավե ժողովուրդը կրակը չինգ է բոլորից ձեռը։ Հասկացանք ներկան, հասկացանք նախկինը, բայց վերջ առաջ դա ելք չի։ Պարզ է, պարոն Գալստյան, դուք գիտեք, որ ձեզ կապում են Վարդան Ղուկասյանի կամ հայտնի Դոկ Մականունով անձի հետ։ Այս պահին որևէ շփում, որևէ կապ կա նրա հետ, թե ոչ։ 2023 թվականի ապրիլի 17-ից հետո ինչ ես կալանավորվել եմ, որովհետեւ շփում իր հետ չի եղել։ Ձեր քաղաքականությունը որևէ կերպ նրանով պայմանավորված չէ, որևէ կերպ ազդեցություն նա չունի ձեր գործունեության վրա։ Հիմա։ Այո։ Ոչ, որովհետեւ ազդեցություն չունի։ Եղավ միջադեպեր հետ կապված ընտրություններից հետո զարգացումների հետ կապված նոր տվյալների հայտեկան իր կենսագրականից, որի արդյունքում ինքը հեռացվել է հանրային ձայն կուսակցությունից, միջև այդ խորհրդի անդամ էր ինքը։ Հիմա հեռացված է։ Հա, ու բացարձակապես 3 տարի է, որովհետեւ առողջություն չունի։ Դուք ընտրություններին մասնակցել եք նրա հետ միասին։ Քաղաքապետի ընտրություններին չի մասնակցել, ինքը ոչ ընդհանուր առմամբ դուք մասնակցել եք ընտրություններին նրա հետ, հետագայում ձեր կուսակցությունը փաստացի առանձնացել է։ Ճիշտ է։ Ես ուզում եմ հասկանալ, ձեզ համար ընդունելի էր այդ խզումը։ Դե եթե ընդունելի էր, չենք առանձնանալ։ Այսինքն դուք նորմալ եք համարում, որ գնացել եք ընտրությունների նրա հետ, հետո առանձնացել եք, թե նորմալ չեք համարում, որ ընտրություններին գնացել եք, հետո առանձնացել եք, ես էլ պատասխանը չհասկացա։ Ձեր հարցը ո՞նց էր։ Հարցը հետևյալն է, դուք ընտրությունների գնացել եք Դոկ Մականունով անձի հետ։ Հետո ընտրություններից հետո առանձնացում է տեղի ունեցել։ Հիմա ասում եք, որ շփում որևէ կերպ չկա։ Հարցս հետևյալն է, այդ ժամանակ տեղի ունեցած իրավիճակը, գործընթացը, ձեր քայլը, այդ խզումը ձեզ համար ընդունելի էր, թե ոչ։ Թե հարկադրված որոշման եք գնացել։ Բայց միջև այդ մի բան եմ ուզում ճշտեմ, որ այն ժամանակ ընդունելի չէր այդ որոշումը, խզումը։ Հարկադրված որոշում էր։ Ոչ թե հարկադրված իմ կամքից դուրս։ Ինչպես։ Որտեղ 2023 թվականի ապրիլի 17-ից Արտակ Գալստյանը գտնվել է կալանքի տակ։ Որովհետեւ ազդեցություն սեպտեմբեր ամսվա ընտրությունների գործընթացի վրա, բացի նրանից, որ ի փառք ու պատիվ իմ մնացած մյուս գոլեգաների Վահան Ավագյանի եւ Վահե Եսյանի առաջի համարը դրել են իմ անունը, բնականաբար իմ համաձայնություն։ Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, Վարդան Ղուկասյանը քաղաքապետի ընտրություններին չի մասնակցել ոչ ցուցակային, առավել եւս ոչ էլ կուսակցության կողմից։ Ինքը ուղղակի գովազդել է դա։ Ասենք դրա փոխարեն կարող լիներ, ասենք լավ, բաց թիվին, որովհետեւ տարբերություն։ Եվ երրորդ իմ համար անընդունելի է, որ դուք ասում եք մենք համագործակցեցինք Վարդանի հետ, հետո Վարդանից առանձնացանք։ Կուսակցությունը ունի 4000 անդամ, Վարդան Ղուկասյանը ընդամենը միայնակ մարդ է։ Նույնիսկ մեր այսպես կոչված ձեր ասած բաժանումից հետո 4000 հոգուց ընդամենը 15 հոգի է մեզանից բաժանվել, գնացել միացել Դոկ կուսակցությանը, մնացած ամբողջ ժողովուրդը մնացել է մեր հետ։ Պարզ է, գանք համապետական ընտրությունների նախաշեմին, մի քանի ամիս եւ արդեն կմտնենք այդ փուլի մեջ, ընդդիմադիր դաշտը քաղաքական որևէ բովանդակություն առաջարկում է, թե ոչ։ Ես ձեզ չեմ առանձնացնում ընդդիմադիր դաշտից, որովհետեւ հավաքական կերպարում եմ ուզում հասկանալ։ Կա քաղաքական օրակարգ ընդդիմադիր դաշտում, թե ոչ։ Եթե կա, ո՞րն է։ Անկեղծ ասած, այդ հարցին դել է շատ հետաքրքրում, այն ինչ որ ես եմ տեսնում, նույնիսկ որոշակի խորհրդակցությունների մակարդակից միայն մերժումն է։ Բոլորը բոլորին մերժում են, բոլորը բոլորին հայոյում են։ Թե բոլորը իշխանություններին են մերժում։ Ոնց։ Թե բոլորը իշխանությանն են մերժում։ Չէ, մենակ նես չի, որ իշխանությունն են մերժում, նաև իրար են մերժում։ Ասեմ ինչու հարցը տվեցի։ Ձեր հարցազրույցներից մեկում դուք ասում եք ընտրություններին ընդառաջ, եկեք կոնսոլիդացվենք, ընտրենք մեկ միասնական տեխնազուն դիմադիր դաշտում եւ այդ պարագայում գնանք ընտրությունների ու հաղթենք իշխանությունը։ Դա մեր առաջարկությունն է, բայց որ դուք առաջարկում եք բոլորով միասին կոնսենսուս մեկ անել։ Այո։ Եվ դուք կհասնեք հաջողության։ Կարծում եմ, որ ոչ։ Բա ինչու եք առաջարկում։ Ես դա առաջարկեցի մարդկանց ռեակցիան, միշտ չառաջարկենք ոնց իմանանք։ Դիմադիր դաշտի ռեակցիան եք ուզում ստուգել։ Դիմադիր դաշտի ռեակցիան եմ ուզում հասկանալ, բայց ես զգացի, որ անիմաստ է։ Նույնիսկ ես ձեզ ավելին ասեմ, հիմա բոլորը ասենք Վագրատ Սրբազանին համարում են քաղբանտարկյալ, ճիշտ են համարում, հարցը դրանում չի։ Քաղբանտարկյալ է Սրբազանը, ըստ ձեզ։ Միանշանակ։ Ձայնագրությունները կապ չունեն։ Բացարձակապես ասեմ։ Ախր քաղբանտարկյալի եզրույթը դուք էլ եք քաղբանտարկյալ։ Այո։ Այսինքն հավասար են ձեր կարգավիճակները։ Միանշանակ։
որտեղ քաղաքաբանտարկյալի եզրույթը եվրոպական Եվրոմիությունը, Եվրոդատարանը բաղուց է սահմանել, ցանկացած տարբերակված մոտեցում, որտեղ որ կա իրավունքի խախտում։ Այն որ իմ գործում կար իրավունքի խախտում բռնած խոշտանգումից միջև ամբողջ ընտանեկան կապալով ձերբակալումը, նույն խախտումները արկա են նաև Բագրատ Սրբազանի դեպքում։ Այլ խնդիրը մեղադրանքի բունեությունը, բայց գործողությունները, որը որ կատարվում են հանհամաչափության տեսանկյունից, միանշանակ Բագրատ Սրբազանի դարձնում է Որ իրավունքի խախտումն է արձանագրում Սրբազանի պարագայում։ Լավ, sense ասեմ, եթե սպանություն կատարած անձը գտնվում է կալանքից դուրս, սպասում է իր դատական վճռին, բայց Սրբազանը գտնվում է բերդում, արդեն իսկ տարբերակված մոտեցումը առավել քան ակնհայտ է։ Այսինքն կալանքի խնդիրն եք դուք որպես քաղաքապետարանի համ։ Այսինքն նա կարող է օրինակ լինել ձերպես այլընտրանքային խափանման միջոցի մեջ, այդ դեպքում քաղաքապետարան չի համարվի, բայց քանի որ գտնվում եք կալանավայրում, դուք ընկալում եք, որ ինքը քաղաքապետարան է։ Ոչ ընկալում, ես չեմ ընկալում, դա Եվրախորհրդի որոշումն է։ Լավ, ընտրությունների մասով։ Հիմա դառնանք վերջացնեմ Բագրատ Սրբազանի անունը ինչու համար տվեցի։ Այ տեսեք, ես վերջերս ազգային ժողովում քաղաքապետարյանների կոնկրետ լսումներներ գնացել էի, իմ անունները չտամ, բայց մեր ընդդիմադիր կարկառուն ներկայացուցիչների հետ էի զրուցում։ Էլի խոսքը գնաց Բագրատ Սրբազանի, ես ընդհանրապես մի բան եմ ասել, ասել եմ շատ լավ է որ Բագրատ Սրբազանի նկարը վերել եք դրել եք, բայց ես ձեզ խորհուրդ եմ տալիս բոլորիդ Մատ հետևեք ամիս ու կես, 2 ամիս առաջ միջև իր կալանավորումը, նույն ընդդիմադիր մամուլը, ձեր մամուլը եւ դուք ինչ խոսույթով եք վերաբերվում այդ մարդուն։ Հիմա ինքը ծառայել է ձեր համար քաղաքապետարքելիս, եթե դուք մտածել եք դրա մասին, որ եթե դուք անընդհատ իրան չվարկաբեկեիք, միգուցե իշխանությունն էլ չգնար այդ համարձակքային իրան չկալանավորեր։ Ինչի եմ սա ասում, այ որ դուք ասում եք ինչ օրակարգ, այս օրակարգը ընդդիմությունը այսօր միջև այսօր չի կարողանում համախմբվել։ Այն Կրիլովի հանրահայտ Բասնյայի առակի պատմությունն է, էլի ամեն մեկը սայլը քաշում է դեպի իրեն։ Հիմա չգիտենք սա ինչով կվերջանա, դա էլ երևի ընտրությունները ցույց կտա կամ Աստված կամ ժողովրդի։ Բա դուք ինչ օրակարգ ունեք, դուք էլ եք ընդդիմություն։ Մենք մտնելու ենք առաջինը համերաշխությունով, երկրորդը թունավոր գաղջը Հայաստանի Հանրապետության գոնե թե մամուլներից եւ քաղաքական դաշտից հանելու։ Ո՞նց եք դա անելու։ Երևի թե սեփական օրինակով։ Ինչ է դա նշանակում։ Այսինքն մենք ինքներս հայտարարելու եք, որ եկեք այս գաղտնի չանենք, նաեւ դի կոչ անենք եւ փորձենք ամեն ինչ անենք, որ երկու կողմերն էլ նույն բանը չանեն։ Քավլիցի ոնց որ ես վերջերս մամուլում կարդացի, որ իշխող կուսակցությունը նույնպես որ փորձում է ворթեգրի այդ նույն ուղին։ Որ հայոյանքը գոնե վերանա։ Որտեվ հայոյանքը չի թողում տակի ոչ առողջ միտքը գա, ոչ էլի գա։ Ես նորից եմ ասում, ես չեմ ասում իշխանությունը փայլունա, չեմ ասում ընդդիմությունը վատնա կամ հակառակը։ Բայց ընդունենք նաև որ հայոյանքի տակ որևիցե առողջ խոսք այլևս չի լսվում։ Սա սև ու սպիտակը, որ 19 թվականից դրել են, միջև հիմա ամեն ինչ գնում է սև ու սպիտակով։ Բա Հայաստանի տեսլականը ո՞նց եք նկարագրելու ընտրողներին։ Հայաստանի տեսլականը։ Օրինակ իշխանությունն ասում է, ես բերել եմ խաղաղություն, հիմա ժամանակն է, որ այդ խաղաղությունը ինստիտուցիոնալիզացնեմ։ Դուք ինչ եք առաջարկել։ Ընդդիմությունն էլ ասում է, ձեր բերած խաղաղությունը խաղաղություն չէ, եւ դուք ամեն ինչ անում եք Ադրբեջանի պարտադրանքով։ Դուք ինչպիսի տեսլական եք պատկերացնում հայերի համար։ Խաղաղությունը միանշանակ կարծում առնվազն մարդի հոգեկան հիվանդ լինի, որ խաղաղությանը դեմ լինի։ Այլ խնդիրը այն մեթոդիկան, որ այսօր իշխանությունը օգտագործում է, դա կբերի մեզ խաղաղության, թե չէ, եթե հիշում եք նոյեմբերին։ Մենք ասում ենք, մենք արդեն խաղաղության մեջ ենք։ Մենք կնքել ենք, նախաստորագրել ենք պայմանագիր, մենք սահմաններում կրակոց չունենք, մենք տարբեր պայմանավորվածություններ ունենք, մենք դիվերսիֆիկացիայի քաղաքականություն ենք տանում եւ արտաքին եւ տնտեսական եւ մնացած այլ հարցերով։ Եվ խաղաղությունը հաստատված է։ Մենք այսօր Ադրբեջանի տարածքով կարողանում ենք արդեն երկրորդ անգամ ցորենի բեռներ տեղափոխել, առաջիկայում նավթ ենք ունենալու Ադրբեջանի տարածքով։ Խաղաղության դոկտրինի ձեր ասացի հետ, հա, որոշակի դա իշխանության օրվա քաղաքականությունն է։ Որոշակի առաջընթաց թե օգոստոսի 8-ով նույնպես ակնհայտ կա, բայց ամեն դեպքում գերիները դեռ գտնվում են այնտեղ, որտեղ գտնվում են, դեռ Հայաստանի Հանրապետության տարածքները օկուպացված են։ Այ որ այդ ամեն ինչը վերացված կլիներ, գերիները վերադասված կլինեին, տարածքներն էլ հետեկած կլինեին։ Նոր կարանք խոսանք որևիցե կայուն խաղաղության մեջ։ Իմ համար սա ավելի շատ հրադադար է, այնպես ինչպես եղել էր նոյեմբերի 9-ից, կամ այնպես ինչպես 94 թվականից հետո կար։ Կյանքը ցույց տվեց, որ պատերազմը կարա սկսի ընդամենը 1 օրվա ընթացքում, ոնց որ 2023-22 թվականի սեպտեմբերի 13-ին սկսվեց։ Բայց այն ժամանակ չկային նախաստորագրված թղթեր։ Այն ժամանակ սահմանազատված սահման չունեինք, այն ժամանակ Ադրբեջանի տարածքով որոշակի տարածումներ չունեինք։
Ժամանակ TRIP-ի նախագծի նախապայմանավորվածությունը չկար։ Ասենց ասում ես 2014 թվականին Ռուսաստանի Դաշնությունը անեքսիայի ենթարկվեց Ղրիմը, որից հետո նախաստորագրվեցին փաստաթղթեր Ուկրաինայի հետ։ Ուկրաինայի տարածքով ցորեն էր գնում, Ռուսաստանի գազն էլ Ուկրաինայի տարածքով գնում էր Եվրոպա։ 22 թվականին տեսանք ինչ եղավ։ Իմ համար որևիցե փաստաթուղթ ստորագրված, որևիցե ապահովություն չի կարող տալ, եթե չունես ուժեղ բանակ, ինքդ տեղով հզոր չես։ Այսինքն այդ թուղթը մեզ որևիցե բանով չի փրկելու։ Լավ, ավելի հին պատմական ակնարկ անեմ ձեզ, Ռիբենտրոպի պարկը, Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը կնքվեց 1940 թվականին, ընդամենը 1 տարի հետո Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա։ Նենց որ եմ ասում, այն որ խաղաղությունը լիակատար կարող է հաստատվել, մենակ մի դեպքում, եթե Հայաստանը տարածաշրջանում ունենա ամենահզոր բանակը։ Լավ, դուք ասացիք, որ առաջարկություն արել եք, որ ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվի ընդդեմ իշխանությունների, բայց ոնց հասկացանք առաջարկը տեղ չի հասել, որովհետև որևէ մեկը ձեր ձեռքը չի բռնել, այսպես ասած։ Հիմա ընդդիմադիր դաշտում խոսակցություններ կան այն մասին, որ իրենց ձևակերպմամբ գործող իշխանությունը արշավ է անում եկեղեցու դեմ, տարբեր սպասավորներ են կալանավորվում, ձերբակալվում, եկեղեցու դեմ իրականացված արշավը իրենք իշխանության հերթական քայլերից մեկն են որակում, իշխանությունն ասում է հակառակը, որ ես գնում եմ եկեղեցու բարենորոգման ճանապարհով։ Բայց զարմանալիորեն ընդդիմադիրները, ովքեր այսքան խոսում են, թե իշխանությունները եկեղեցու դեմ հարձակումներ են իրականացնում, նույնիսկ փողոցում մենք չենք տեսնում, որ հայ առաքելական եկեղեցու հազարավոր հետևորդներ չեն հետևում ընդդիմադիրների կարծիքներին, ակցիաներ չկան, այսինքն չեն կոնսոլիդացվում այս ընդդիմության ասած սուր խնդրի շուրջ եւ որևէ կերպ ընդդիմադիրներին չեն պաշտպանում։ Դուք այս հարցի վերաբերյալ ինչ տեսակետ ունեք։ Դուք ում կողմն եք։ Իշխանությունների, ովքեր եկեղեցու բարենորոգման ճանապարհով են գնում, ինչպես ասում են, թե ընդդիմության կողքին եք, որ ասում են, թե իշխանությունը հարձակվել է եկեղեցու վրա, եկեղեցու լավագույն սպասավորների վրա։ Ну, փաստային, որ իշխանությունը հարձակվել է եկեղեցու վրա, դա ոչ ես եմ ասում, ոչ ընդդիմությունը, դա ասում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, սև սպիտակով գրած է, որ եկեղեցին անկախ է եւ իշխանությունը որևիցե միջամտության իրավունք չունի։ Ոչ իր կանոնադրական սկզբունքներին, ոչ նրան։ Իսկ կեսներ ասեք, եկեղեցին էլ իրավունք չունի քաղաքականություն մտնելու։ Բնականաբար։ Եվ որևէ քաղաքական հայտարարություն անելու։ Եկեղեցին նույնպես։ Բայց հիմա ասենց վերցնենք, եթե եկեղեցին դիցուկ թույլ է տվել իրան X ժամանակին պահանջել վարչապետի հրաժարականը, դա դեռ չի նշանակում, որ վարչապետն էլ իրավունք ունի պահանջել կաթողիկոսի։ Սա առաջինը։ Ինչ վերաբերում է մոռացեք եկեղեցականների քաղաքական շարժումների մասին։ Բագրատ Գալստանյանի որևիցե խնդիր չունեմ։ Սպասավորների քաղաքական հայտարարությունների, այսինքն մեկ անգամ չի, որ եկեղեցին սխալվել է։ Պարբերաբար այս ընթացքում եղել են տարբեր քաղաքական process-ներին ակնհայտ միջամտություններ։ Գոյություն ունի մեղքի անհատականացման սկզբունք։ Բագրատ Գալստանյան, լինելով arczepiskopos, ղեկավարել է շարժում, խառնվել է քաղաքականությանը։ Եկեղեցին այն ժամանակ հայտարարեց նույն կաթողիկոսը, որ իրանք դրա հետ որևիցե կապ չունեն, նույնիսկ իրան արձակուրդային ուղարկել։ Գոնե առերևույթ իրավական հիմքը պահել են, չեմ ասում ենք դրան հավատացին կամ չհավատացին։ Սա եկեղեցու մասով։ Բայց այն որ այսօրվա դրությամբ տոտալ իշխանական հարձակումը գնում հայ առաքելական ամբողջ եկեղեցու վրա, դա նույնպես փաստ է։ Իմ համար, մեր կուսակցության համար, բոլոր եկեղեցականները այս ովքեր որ այսօր կալանավորված են, իրանք նույնպես քաղբանտարկյալ են, խղճի բանտարկյալներ են։ Գոնե թե որպես իրավաբան նայելով նրանց մեղադրանքներին առավել քան ակնհայտ է։ Ինչ վերաբերվում է, նույնիսկ չեմ ուզում խորանամ կուսակրոնության օգտի մեջ նրա մեջ, որտեղ խախտումները երկու կողմից արդեն այնքան են աստիճանի են եկել հասել, որ այդ կուսակրոնությունը արդեն կոպիտ ասած դարել է մանկապարտեզի խաղալիք։ Չնայած կարող եմ նաև այդ ասել, որ այն միակ բանը, որ ինձ զարմացնում է, որ կուսակրոնության ուխտի բուն բանաձևը եկեղեցին ինքը չի բացացում, որտեղ կուսակրոնության ուխտը դա նույնիսկ եթե Google переводчикով կամ GPT chat-ին հարցը տալի թարգմանությունը, դա обед без брача, այսինքն չամուսնության ուխտն է, որտեղ երկրորդ եզերական ժողովի ժամանակ դա ընդունվել է մի բանի համար, որ կաթողիկոսները կամ բարձր վարականները իրանք չունենան օրինական ժառանգներ, որ այն հարստությունը, որ դիզում են իրանց աշխատանքի ընթացքում, եկեղեցուց դուրս չգնա անտեղ։ Հիմա այդ տեսանկյունից Գարեգին Բ կաթողիկոսը ինքը օրինական ամուսնություն չունի, օրինական ժառանգ չունի, դրանով հարցը փակված է։ Մնացածը նորից եմ գալիս անմեղության կանխավարկածին, շատ մարդ կարող է շատ բան ասել, նույն այսօրվա գործող վարչախմբին, ինչպես դուք գտել եք ասիկ, որ ընդդիմությունը մեղադրում է
թուրքական օրակարգի նրա մեջ, դրանք հանրահայտ փաստերի դասին չեն կարող դատել, դեռ գործընթացը, որը որ պիտի ապացուցվի։ Թող քավ լինի, բերեին ապացուցեին, ըստ դրա նոր մեղադրանք անեն, ոչ թե թերթով կամ հրապարակումներով։ Այն որ եկեղեցու դեմ արշավա մեր համար դա միանշանակ։ Այսինքն կանգնում եք այս մասով ընդդիմադիրների պնդումների կողքին։ Այո, միանշանակ, բայց նաև ընդդիմությունը շատ ճիշտ եք նկատել, մենք դրա կողքն ենք արել, բայց ոնց որ թե մարդիկ չեն արձագանքում կամ աման մեկի իր տեսանկյունից են նայում։ Բայց նաև եկեք ընդունենք, որ նես չի որ իշխանության կողմից էլ ժողովրդական տենց մասաներ են կանգնած, որպեսզի եկեղեցին ինքնամաքրվի կամ եկեղեցին մաքրվի։ Այսինքն ժողովուրդը այս պահին իմ կարծիքն ասա սուբյեկտիվ, ժողովուրդը առանձին դիտորդի դերում է, ինչ-որ միտեղ վախեցած, ինչ-որ միտեղ հիասթափված։ Այնտեղ երկու խմբավորում իրար միս են ուտում կոպիտ ասած, մեկն ասում է դու թուրքական օրակարգ ես, մեկն ասում է չէ դու կաթողիկոս ես։ Ժողովուրդը երկու կողմին էլ չի մասնակցում, ոչ միայն այս կողմից չի մասնակցում, այլ նաև են։ Հիմա հաշվի առնելով, որ իշխանությունն է գործողը եւ իր ադմինիստրատիվ ռեսուրս իրանն է, ես կարող եմ ասել, որ ավելի շուտ այսօրվա դրությամբ ժողովրդի պասիվությունը ի օգուտ ընդդիմությանն է եւ կաթողիկոսի, քան թե ի վնաս իրա։ Որտեղ ինչպես տեսնում ենք, այդ ամենօրյա կիրակնօրյա պատարակները, քանի գնում մարդկանց քանակը նվազում է։ Հա, փորձում են բերեն եկեղեցու պարակման, բայց ես չեմ կարծում, որ դա որևիցե արդյունքի բերել է։ Եկեղեցու պարակումը ո՞րն է, եթե ներսից նույնիսկ դժգոհություններ կան։ Եպիսկոպոսների հայտարարությունը, ստորագրությունը կաթողիկոսի հեռացման մասին, այսինքն դա իշխանությունն է այնպես անում, որ իրենք նման հայտարարություն տարածեն ստորագրեն, թե ինքը եկեղեցին ներսից արդեն իր խնդրի մասին բարձրաձայնում է։ Ինչ վերաբերում է եպիսկոպոսների հանրահայտ հայտարարությանը, Կարծում եմ էկրաններից էլ տեսանք, թե դա երբ տեղի ունեցավ եւ որ հանդիպումից հետո, բայց սա այն տիպիկ դեպքերից մեկն է, որ ավետարանչական լեզվով ասեմ, իսկ դատավորներն ովքեր են։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս հանրային ձայն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանն էր։ Կհանդիպենք։